Նա ընդամենը տասնյակ անանուն դեմքերից մեկն էր, հերթական մի համեստ աշխատակից։ Բայց բավական էր ընդամենը մեկ հայացք այնտեղից, որտեղից նա ամենաքիչն էր սպասում, աշխարհը սկսեց սասանվել նրա շուրջը։ Այդ պահին այն ամենը, ինչ արգելված էր, դարձավ անհաղթահարելիորեն վտանգավոր։ Եվ այն, ինչ թվում էր սովորական հանգստյան օր, վերածվեց ռիսկային խաղի սկզբի։ Եթե դուք եք սիրում այսպիսի բուռն սիրավեպեր, ապա բաժանորդագրվեք ալիքին մեկնաբանություններում գրեք, թե որտեղից եք մեզ դիտում։ Ես շատ եմ ուզում իմանալ։ Անահիտ Սարգսյանը երբեք չէր պատկերացնի, որ իր կյանքն այդքան կարճ ժամանակում այդքան կտրուկ կփոխվի։ 3 ամիս առաջ նա ընդամենը հերթական հուզված թեկնածուն էր սպասասրահում, քրտնած ձեռքերը սեղմած ծնկներին դրված սպայուսակին։ Հարցազրույցը Մարտիրոսյան գրուպ-ում, երկրի խոշորագույն ֆինանսական խորհրդատվական ընկերություններից մեկում, չափազանց հեռավոր երազանք էր թվում, իրականություն դառնալու համար։ Բայց ահա նա երկուշաբթի առավոտյան մտնում էր հյուսիսային պողոտայում գտնվող հայելապատ շենքի ապակե դռնով, ձեռքին աշխատանքային քարտը, որից դեռ նոր պլաստիկի հոտ էր գալիս։ Երանն արթնանում էր օգոստոսին բնորոշ շտապողականությամբ։ Փողոցները եռում էին մարդկանցով, որոնք շտապում էին ավարտին հասցնել տարին, վերջին րոպեին պայմանագրեր կնքել, պարգավճարներ ու պաշտոնի բարձրացումներ ապահովել։ Անահիտը քաղաքի ծանրությունը զգում էր ուսերին ամեն անգամ, երբ անցնում էր մետրոյի պտտվող դռնով։ 24 տարեկան նոր էր ավարտել ԵՓՀ կառավարման ֆակուլտետը, անթերի ինքնակենսագրականով իրեն դրսևորելու անսահման ցանկությամբ։ Նա Մալաթիա Սեբաստիայի հասարակ ընտանիքից էր, որտեղ սովորելը միշտ եղել էր միակ հնարավոր ելքը։ Եվ ահա, վերջապես, նա այնտեղ էր։ Այնտեղ, որտեղ միշտ երազել էր լինել։ Գրասենյակը զբաղեցնում էր ժամանակակից բիզնես կենտրոնի 3 ամբողջական հարկ։ Ամենուր ապակիներ էին, ընդհանուր աշխատասեղաններ, հայկական քաղաքների անուններով խորհրդակցությունների սենյակներ։ Անահիտն աշխատում էր տվյալների վերլուծության բաժնում, սկզբնական, բայց ռազմավարական պաշտոնում։ Ամեն օր նա գալիս էր կես ժամ շուտ գնում աշխատանքային օրվա ավարտից 1 ժամ ուշ։ Ստուգում էր աղյուսակները, զեկույցները, մանրամասն նշումներ անում իր մուգ կապույտ կազմով նոթատետրում։ Ուզում էր, որ իրեն նկատեն։ Պետք էր, որ նրան նկատեն։ Բայց ոչ նա։ Երբեք ոչ նա։ Գագիկ Մարտիրոսյանն ընկերության նախագահն էր, ամբողջ գրասենյակի ամենասարսափազդու մարդը։ Բարձրահասակ, միշտ անթերի կարված կոստյումներով, մուգ մազերը հետ սանրած, շագանակագույն աչքերով, որոնք կարծես թափանցում էին իրենց ճանապարհին հայտնված ցանկացած մարդու հոգու խորքը։ Նա չէր ժպտում։ Սրճարանում կատակներ չէր անում։ Չէր մասնակցում սովորական զրույցների։ 38 տարեկանում Գագիկը արտադրողականության արդյունքների մեքենա էր։ Նա այդ կայսրությունը կառուցել էր զրոյից, հորից ժառանգելով փոքրիկ խորհրդատվական ընկերություն, այն վերածելով ազգային հսկայի։ Մարդիկ միջանցքներում նրա մասին շշուկով էին խոսում։ Ասում էին, որ նրան երբեք ոչ ոքի հետ չեն տեսել։ Որ գիշերում է գրասենյակում։ Որ ապրում է միայն թվերի ու շահույթի համար։ Անահիտը նրան միշտ հեռվից էր տեսնում։ Նա անցնում էր միջանցքներով վստահ քայլերով, առանց կողք նայելու։ Մտնում ու դուրս էր գալիս խորհրդակցություններից նույն անխռով արտահայտությամբ։ Մի անգամ երամսյակային շնորհանդեսի ժամանակ նա զգաց, թե ինչպես Գագիկի հայացքը սահեց իր սեղանի վրայով։ Դատեց ընդամենը մի վայրկյան, բայց նա զգաց, թե ինչպես սարսուռն անցավ իր ողնաշարով։ Գագիկը ոչինչ չասաց։ Պարզապես շարունակեց քայլել։ Նա չէր սպասում, որ դա կփոխվի։ Չէր սպասում, որ իր անունը Անահիտ Սարգսյան կհայտնվի ամառային կորպորատիվի ցուցակում։ Երբ նամակը եկավ, նա 3 անգամ անընդմեջ կարդաց, կարծելով, թե սխալ է։ Հաղորդագրությունը պարզ էր ուղիղ, ստորագրված հենց Գագիկ Մարտիրոսյանի գործադիր օգնականի կողմից։ Կորպորատիվը տեղի էր ունենալու հաջորդ հանգստյան օրերին, նախագահի սանի առանձնատանը։ Հրավիրված էր ընդամենը 20 աշխատակից։ Հնաբնակներ, ավագ մենեջերներ, տնօրեններ։ Եվ նա, Անահիտ Սարգսյանը, 3 ամսվա աշխատանքային փորձով։ Սիրտը սկսեց արագ բաբախել։ Ձեռքերը դողացին ստեղնաշարի վրա։ Նա շուրջը նայեց, սպասելով, որ ինչ-որ մեկը կգա ու կասի, որ սա կատակ է։ Բայց ոչ ոք չեկավ։ Հրավերն իրական էր։
Այդ գիշեր, պառկած կենտրոնում իր զարմուհու հետ վարձած փոքրիկ բնակարանի մահճակալին, Անահիտը մինչ ուշ գիշեր արթուն մնաց, նայելով առաստաղին փորձելով հասկանալ, թե դա ինչ է նշանակում։ Ինչու՞ նա։ Ինչ էր արել, որ արժանանար այդ հրավերին։ Միթե ինչ-որ մեկը նկատել էր իր աշխատանքը։ Թե… Սա պարզապես ներառականության ժեստ էր, նորեկին դուրս չթողնելու համար։ Պատասխանը չեկավ։ Բայց օրը հասավ։ Ուրբաթ կեսօրին Անահիտը մյուս գործընկերների հետ նստեց պատվիրված միկրոավտոբուսը։ Ճանապարհը դեպի Սանտեց գրեթե 2 ժամ, աշխույժ զրույցների ներքին կատակների միջ, որոնք նա լիովին չէր հասկանում։ Նա մեծ մասամբ լուռ էր մնում, նայելով պատուհանից, տեսնելով, թե ինչպես է բնապատկերը բետոնից փոխվում կանաչի, շենքերից, սարերի, մինչ որ հորիզոնում հայտնվեց լիճը, փայլելով օգոստոսյան արի տակ։ Գագիկ Մարտիրոսյանի տունն այն ամենն էր, ինչ նա պատկերացնում էր, նույնիսկ ավելին։ Ժամանակակից, եռահարկ առանձնատուն, ամբողջությամբ սպիտակ մոխրագույն երանգների մեջ, հսկայական պատուհաններով, որոնք ուղիղ նայում էին դեպի լիճը։ Անսահման լողավազանը կարծես միաձուլվում էր հետին պլանում գտնվող լճի հետ։ Կար ծածկով խոհանոցային գոտի, քարե խորովածանոց, փայտե տախտակամածի վրա սփռված արային պարկելաթոռներ։ Ամեն ինչ անթերի էր։ Ամեն ինչ կատարելապես պլանավորված։ Գագիկը նրանց դիմավորեց մուտքի մոտ, հագին բուշե սպիտակ վերնաշապիկ բաց գույնի տաբատ։ Առաջին անգամն էր, որ Անահիտը նրան առանց կոստյումի էր տեսնում։ Նա այլ տեսք ուներ։ Գուցե ավելի մարդկային։ Բայց դեռ հեռու։ Դեռ անհասանելի։ Բարի օր բոլորին։ Ինչպես ձեզ հարմար է։ Այս հանգստյան օրերին տունը ձերն է։ Նրա ձայնը հաստատուն էր, զուսպ։ Նա ուղիղ ոչ ոքի չնայեց։ Պարզապես գլխով արեց անհետացավ սանդուղքով վեր, թողնելով աշխատակիցներին մենակ տարածքն ուսումնասիրելու։ Անահիտը խմբի հետից գնաց դեպի սենյակները։ Յուրաքանչյուրն իր սեփական տարածքն ուներ, ձևավորված պարզ էլեգանտությամբ։ Նա ճամպրուկը դրեց մահճակալի վրա, մոտեցավ պատուհանին, դիտելով լիճը, որն անվերջ ձգվում էր իր աչքի առաջ։ Կուրծքում սեղմոց զգաց։ Այս ամենը անիրական էր թվում։ Նա չէր պատկանում այս աշխարհին։ Դեռ ոչ։ Բայց նա այնտեղ էր։ Եվ դա ինչ-որ բան նշանակում էր։ Առաջին օրը հանգիստ անցավ։ Պատշգամբում անկաշկանդ ճաշ եղավ, թարմ ձկնեղենով, սառը սպիտակ գինով։ Մարդիկ ծիծաղում էին, պատմություններ պատմում, ամիսների ընթացքում առաջին անգամ հանգստանում։ Գագիկը մի քանի րոպեով հայտնվեց, բոլորին քաղաքավարի ողջունեց, նորից անհետացավ։ Անահիտը նկատեց, որ նա խուսափում էր որևէ մեկի հետ երկարատ տեսողական կապից։ Կարծես ֆիզիկապես այնտեղ էր, բայց ըստ էության բացակա։ Կեսօրին որոշ գործընկերներ որոշեցին լողավազան գնալ։ Անահիտը տատանվեց։ Նա այն տեսակը չէր, որ ուշադրություն էր գրավում։ Նա խնդրում էր դիտել, մնալ ստվերում։ Բայց ինչ-որ բան նրա մեջ, գուցե այդ խմբի մասը կազմելու ցանկությունը, նրան հրեց դեպի սենյակ։ Նա փոխեց հագուստը, հագավ իր բերած պարզ լողազգեստը, մուգ կապույտ, ոչ մի բանով աչքի չընկնող մոդել։ Վերցրեց ծաղկավոր թիկնոցը, շագանակագույն մազերը հավաքեց անփույթ խրձի մեջ, իջավ լողավազանի մոտ։ Արը ուժգին խփում էր մաշկին։ Ջուրը զով էր ու հրապուրիչ։ Անահիտը նստեց եզրին, ջրի մեջ մտցնելով միայն ոտքերը, դիտելով գործընկերներին, որոնք արդեն լողում ու խաղում էին։ Նա ժպտաց, իրեն լավ զգալով։ Առաջին անգամ զգալով իրեն ավելի մեծ բանի մաս։ Հենց այդ ժամանակ նա զգաց դա։ Հայացք։ Ծանր։ Թափանցող։ Նա բարձրացրեց աչքերը, տեսավ նրան։ Գագիկ Մարտիրոսյանը կանգնած էր երկրորդ հարկի պատշգամբում, հենված ապակե բազրիքին, ուղիղ նայում էր իրեն։ Դա պատահական հայացք չէր։ Ցրված հայացք չէր։ Դա հառած թափանցող հայացք էր, կարծես նա փորձում էր վերծանել մի բան, որը նույնիսկ ինքը չէր հասկանում։ Անահիտը զգաց, թե ինչպես սիրտը սկսեց արագ բաբախել։ Օդը խտացավ։ Նա արագ փախցրեց հայացքը, ծածնելով, թե չի նկատել։ Բայց գիտեր։ Գիտեր, որ այդ պահին ինչ-որ բան փոխվեց։ Ինչ-որ անտեսանելի, բայց շոշափելի բան։ Ինչ-որ բան, որը նա չէր կարողանում անվանել, բայց զգում էր մաշկով, ոսկորներով, կրծքի խորքում։ Երբ նորից վեր նայեց, նա այլս այնտեղ չէր։
Օրվա մնացած մասն անցավ տարօրինակ մշուշի մեջ։ Անահիտը փորձեց զրուցել, փորձեց հանգստանալ, բայց այդ հայացքի զգացողությունը նրան չէր լքում։ Կարծես Գագիկը անտեսանելի հետք էր թողել իր վրա։ Կարծես հանկարծ նա տեսանելի էր դարձել նրա համար այնպես, ինչպես երբեք առաջ չէր եղել։ Ընթրիքի ժամանակ նա նորից հայտնվեց։ Նստեց սեղանի գլխին, կարճ ու քաղաքավարի մասնակցեց զրույցներին, բայց Անահիտը մի տարբերություն նկատեց։ Նա սխալվում էր պատասխաններում։ Կորցնում էր խոսքի թելը։ Ցրված էր։ Մի պահ, աղանդերից հետո կազմակերպված թղթախաղի ժամանակ, Գագիկը տարրական սխալ թույլ տվեց, հանձնելով մի քայլ, որից ցանկացած սկսնակ կխուսափեր։ Գործընկերները ծիծաղեցին, կատակեցին, բայց նա պարզապես անհարմար ժպտաց վեր կացավ, ասելով, որ հոգնած է։ Անահիտը ամեն ինչ լուռ դիտում էր։ Եվ առաջին անգամ իրեն թույլ տվեց մտածել անհնարինի մասին։ Հնարավոր է, որ այդ մարդը այդքան անհասանելի, այդքան սառը, անհանգստացած լիներ ինչ-որ բանից։ Ինչ-որ մեկից։ Իրենից։ Գիշերն իջավ առանձնատան վրա ափին բախվող ալիքների ձայնով։ Անահիտը պառկեց իր մահճակալին, բայց չկարողացավ քնել։ Մտածում էր Գագիկի մասին։ Նրա հայացքի մասին։ Այն մասին, թե ինչպես նա կորած էր թվում ընթրիքի ժամանակ։ Այն մասին, թե ինչպես այս ամենը թվում էր անհնարին մի նույն ժամանակ, սարսափելի իրական։ Նա դեռ չգիտեր, բայց դա ընդամենը սկիզբն էր։ Մի պատմության սկիզբ, որը կփոխեր այն ամենը, ինչ նա գիտեր իր ցանկության իշխանության այն գնի մասին, որը վճարում ես, երբ համարձակվում ես հատել գծեր, որոնք երբեք չպետք է հատվեին։ Հավանում եք այս պատմությունը։ Ասացեք ինձ, թե ինչ կարծիքի եք այս պատմության մասին, ինչպես եք կարծում այն կավարտվի։ Շաբաթ օրը բացվեց պարզ երկնքով Սանի ափին բնորոշ խոնավ շոգով։ Անահիտը վաղ արթնացավ, բոլորից շուտ, իջավ խոհանոց, սուրճ փնտրելու։ Տունը լուռ էր, պատված այն առավոտյան խաղաղությամբ, որը լինում է միայն մինչ աշխարհի լիարժեք արթնանալը։ Նա իրեն մի բաժակ տաք սուրճ լցրեց, դուրս եկավ պատշգամբ, նստելով փայտե աթոռներից մեկին, որը նայում էր դեպի լիճը։ Ալիքները բախվում էին հաստատուն, հիպնոսացնող ռիթմով։ Անահիտը բաժակը երկու ձեռքով բռնեց, խորը շունչ քաշեց, փորձելով կարգի բերել մտքերը։ Վատ էր քնել։ Երազում տեսել էր հայացքներ, լռություններ, չասված խոսքեր։ Արթնացել էր արագացած սրտխփոցով, առանց հստակ հասկանալու, թե ինչու։ Միթե ամեն ինչ պատկերացրել էր։ Միթե նախորդ օրվա Գագիկի հայացքը զուգադիպությունից ավելին չէր։ Նա իր ղեկավարն էր։ Ընկերության նախագահը։ Անհնարին, անհասանելի մի մարդ, որն ապրում էր իրենից բոլորովին այլ աշխարհում։ Անհեթեթ էր դրանից այն կողմ որևէ բանի մասին մտածելը։ Բայց այդ դեպքում ինչու չէր կարողանում դադարել մտածել նրա մասին։ Նրա հետում լսված քայլերը նրան դուրս բերեցին մտքերից։ Անահիտը շրջվեց, տեսավ Գագիկին, որն իջնում էր աստիճաններով, նույնպես առօրյա հագուստով, մոխրագույն շապիկով շորտերով։ Նա կարծես նոր էր արթնացել, մազերը դեռ մի փոքր խառն էին, դեմքին հոգնած արտահայտություն։ Երբ նրան տեսավ պատշգամբում նստած, մի պահ տատանվեց, կարծես որոշում էր շարունակել, թե վերադառնալ։ Բայց շարունակեց։ Բարի լույս։ Դուք շուտ եք արթնացել։ Նրա ձայնն ավելի մեղմ էր, քան Անահիտն էր սպասում։ Ավելի քիչ պաշտոնական։ Ավելի մարդկային։ Բարի լույս։ Լավ չկարողացա քնել։ Կարծում եմ միջավայրի փոփոխությունից է։ Գագիկը գլխով արեց, իրեն սուրճ լցրեց, կանգնեց, հենված խոհանոցի սեղանին, նայելով դեպի լիճը։ Հասկանում եմ։ Ես էլ լավ չեմ քնում, երբ առօրյայից դուրս եմ գալիս։ Լռություն տիրեց։ Այն անհարմար չէր, բայց լցված էր մի բանով, որը երկուսն էլ չգիտեին ինչպես անվանել։ Անահիտը մի կում սուրճ խմեց, զգալով, թե ինչպես է տաքությունն իջնում կոկորդով։ Տունը շատ գեղեցիկ է։ Դուք երի հաճախ եք այստեղ գալիս։ Գագիկը կիսաժպտաց, առաջինը, որ Անահիտը տեսնում էր նրան ճանաչելուց ի վեր։ Իրականում, գրեթե երբեք չեմ գալիս։ Այս տունը գնել եմ 3 տարի առաջ, կարծում եմ, առավելագույնը 5 անգամ եմ եկել։ Միշտ աշխատանք կա, միշտ ինչ-որ հրատապ բան։ Այդ դեպքում, ինչու եք գնել։ Նա նայեց Անահիտին, վերջինս նորից զգաց այդ ծանրությունը։ Այն հայացքը, որը կարծես տեսնում էր մակերեսից այն կողմ։
Կարծում եմ, գնել եմ այն հույսով, որ մի օր կկարողանամ հանգստանալ։ Բայց հանգստանալն այն բանը չէ, որն ինձ մոտ լավ է ստացվում։ Անահիտը ժպտաց, չիմանալով, թե հստակ ինչ ասել։ Այդ խոսքերում նուրբ տխրություն կար, առօրյա մեկնաբանության տակ քողարկված խոստովանություն։ Նա ուզում էր ավելին հարցնել, ուզում էր հասկանալ, թե ինչ կա այդ անթերի դիմակի հետում, բայց չհամարձակվեց։ Գագիկը վերջացրեց սուրճը, բաժակը դրեց լվացարանի մեջ։ Գնամ մի քիչ վազեմ ափին։ Բարի օր, Անահիտ։ Նա ասաց իր անունը։ Առաջին անգամ նա ասաց իր անունը։ Եվ դուրս եկավ, թողնելով Անահիտին մենակ լճի ձայնի իր սեփական սրտի հետ, որը բաբախում էր ավելի արագ, քան պետք էր։ Առավոտվա մնացած մասն արագ անցավ։ Մյուս աշխատակիցներն արթնացան, պատշգամբում առատ նախաճաշ եղավ, աշխույժ զրույցներ ֆուտբոլի, քաղաքականության գրասենյակային բամբասանքների մասին։ Գագիկը չհայտնվեց։ Անահիտը քարտուղարուհիներից մեկից իմացավ, որ նա սովորաբար մեկուսանում է նման միջոցառումների ժամանակ, հայտնվելով միայն հիմնական ճաշերին։ Կեսօրին գործընկերները որոշեցին ափին վոլեյբոլի խաղ կազմակերպել։ Անահիտը մասնակցեց, ծիծաղելով, վազելով, զգալով, թե ինչպես է առ նայրում մաշկը, լճի աղը կպչում մազերին։ Դա թեթ, անհոգ կեսօր էր, նա գրեթե կարողացավ մոռանալ առավոտյան զրույցը։ Գրեթե։ Երբ վերադարձան տուն, Անահիտը երկար ցնցուղ ընդունեց, թույլ տալով, որ տաք ջուրը թուլացնի լարված մկանները։ Հետո նայեց մահճակալի վրա բացված ճամպրուկին։ 2 լողազգեստ էր բերել։ Մուգ կապույտը, որը հագել էր նախորդ օրը, մյուսը կարմիր, ավելի համարձակ, որը գնել էր մի քանի շաբաթ առաջ հանկարծակի մղումով երբեք հագնելու համարձակություն չէր ունեցել։ Նա երկար նայեց կարմիր լողազգեստին, գծելով ստորին շուրթը։ Ինչ-որ բան իր ներսում, մի ձայն, որը նա հազվադեպ էր լսում, շշնջաց, որ ռիսկի դիմելու ժամանակն է։ Թաքնվելը դադարեցնելու ժամանակը։ Տեսանելի լինելու ժամանակը։ Անահիտը հագավ կարմիր լողազգեստը։ Երբ իջավ լողավազանի մոտ, որոշ գործընկերներ արդեն այնտեղ էին։ Նրանցից մեկը, Արմանը, արտրային բաժնի երիտասարդ համակրելի մենեջերը, կատակով սուլեց. Վա՜յ, Անահիտ։ Այսքան ժամանակ դա թաքցնում էիր։ Նա ծիծաղեց, զգալով, թե ինչպես է դեմքը կարմրում, բայց չնահանջեց։ Նստեց պարկելաթորներից մեկին, արապաշտպան քսուկ քսեց ուսերին ու ձեռքերին, թույլ տվեց իրեն հանգստանալ։ Արմանը նստեց նրա կողքին, զրույց սկսելով ափի, ճանապարհորդությունների, հաջորդ տարվա պլանների մասին։ Նա զվարճալի էր, անկաշկանդ, Անահիտը նկատեց, որ անկեղծ ծիծաղում է, մի քանի րոպեով մոռանալով, թե որտեղ է, ինչու է այնտեղ։ Բայց հետո նորից զգաց դա։ Այդ հայացքը։ Նա բարձրացրեց աչքերը, տեսավ նրան։ Գագիկը պատշգամբում էր, նախորդ օրվա նույն տեղում, բայց այս անգամ անխռով չէր։ Նրա արտահայտության մեջ ինչ-որ տարբեր բան կար։ Ինչ-որ լարված բան։ Ինչ-որ բան, որը գրեթե զայրույթ էր թվում, բայց հենց դա չէր։ Դա խանդ էր։ Վատ քողարկված խանդ։ Անահիտը պահեց նրա հայացքը 1, 2, 3 վայրկյան։ Եվ հետո միտումնավոր իր ուշադրությունը դարձրեց դեպի Արմանը, ծիծաղելով նրա նոր արած կատակի վրա։ Երբ նորից վեր նայեց, Գագիկն արդեն գնացել էր։ Այդ գիշերվա ընթրիքը տարբեր էր։ Գագիկը հայտնվեց, բայց հեռու էր, գրեթե կոպիտ։ Պատասխանում էր միավանք բառերով, արագ կերավ, վեր կացավ նույնիսկ մինչ աղանդերի մատուցումը, պատճառաբանելով կարոր զանգ։ Բոլորը զարմացան։ Անահիտը ստամոքսում հանգույց զգաց։ Գիտեր, որ դա իր հետ կապ ունի։ Գիտեր, որ դիպել էր մի բանի, որին չպետք է դիպչեր։ Ավելի ուշ, երբ բոլորն արդեն իրենց սենյակներում էին կամ հյուրասենյակում փոքր խմբերով զրուցում էին, Անահիտը դուրս եկավ իր սենյակի պատշգամբ։ Օդի կարիք ուներ։ Մտածելու կարիք ուներ։ Լիճը անհանգիստ էր, ալիքները ուժգին բախվում էին ափին։ Նա ձեռքերը հենեց բազրիքին, փակեց աչքերը, զգալով, թե ինչպես է աղի զեփյուռը խփում դեմքին։ Դու կրակի հետ ես խաղում, Անահիտ։ Ձայնը նրան վախեցրեց։ Նա արագ շրջվեց, տեսավ Գագիկին, որը կանգնած էր կողքի պատշգամբում, բաժանված ընդամենը փոքր ապակե միջնորմով։ Նա նայում էր Անահիտին այնպիսի լարվածությամբ, որ շունչը կտրվեց։ Ներողություն։ Դու շատ լավ գիտես, թե ինչի մասին եմ խոսում։ Անահիտը զգաց, թե ինչպես արյունը խփեց դեմքին, բայց հայացքը չփախցրեց։
Ես չգիտեմ։ Ինչու՞ չես բացատրում։ Գագիկը մի քայլ մոտեցավ միջնորմին, նույնիսկ նրանց միջ եղած ապակե պատնեշի պայմաններում Անահիտը զգաց, կարծես նա ներխուժում է իր տարածք։ Կարծում ես, չեմ նկատել։ Կարծում ես, չեմ տեսել այն խաղը, որ դու այսօր կեսօրին խաղացիր։ Ես ոչ մի խաղ չէի խաղում։ Պարզապես զրուցում էի գործընկերոջս հետ։ Սուտ է։ Բառն ընկավ նրանց միջ քարի պես։ Անահիտը զգաց, թե ինչպես սիրտը սկսեց արագ բաբախել, բայց ինչ-որ բան իր ներսում հրաժարվեց նահանջել։ Իսկ եթե խաղում էի, դա ինչ կապ ունի քեզ հետ։ Գագիկը փակեց աչքերը, ձեռքն անցկացնելով դեմքի վրայով հիասթափության ժեստով։ Կապ ունի, որովհետև ես չեմ կարողանում դադարել մտածել քո մասին։ Կապ ունի, որովհետև երբ դու երեկ հայտնվեցիր այդ լողավազանում, ես այլևս ոչ մի բանի մասին չեմ կարողանում մտածել։ Եվ դա խնդիր է, Անահիտ։ Դա հսկայական խնդիր է։ Նրա խոսքերը կախվեցին օդում, որպես ուժով պոկված խոստովանություն։ Անահիտը մի պահ անպատասխան մնաց, մարսելով այն, ինչ նոր էր լսել։ Գագիկ Մարտիրոսյանը, ամենասառը զուսպ մարդը, որին երբե ճանաչել էր, կանգնած էր իր առջ, խոցելի, ընդունելով մի բան, որը նա ակնհայտորեն չէր ուզում ընդունել։ Դու իմ աշխատակիցն ես։ Ես քո ղեկավարն եմ։ Սա չի կարող պատահել։ Այդ դեպքում ինչու ինձ հրավիրեցիր այստեղ։ Ես քեզ չեմ հրավիրել։ Իմ օգնականն առաջարկեց քեզ ներառել քո աշխատանքի արդյունքների համար։ Ես պարզապես հաստատեցի։ Եվ զղջացիր։ Գագիկը նայեց նրան մի արտահայտությամբ, որը խառնում էր ցանկությունն ու հուսահատությունը։ Ոչ։ Ես ավելի շատ կզղջայի, եթե դու չգայիր։ Հաջորդած լռությունը խիտ էր, էլեկտրական։ Անահիտը մի քայլ արեց դեպի ապակե միջնորմը, Գագիկն արեց նույնը։ Նրանք կանգնեցին այնտեղ, բաժանված միայն այդ թափանցիկ պատնեշով, նայելով միմյանց, կարծես աշխարհում այլևս ոչինչ գոյություն չուներ։ Ինչ ես ուզում ինձնից, Գագիկ։ Նա փակեց աչքերը, կարծես հարցը տանջանք լիներ։ Ես ուզում եմ բաներ, որոնք չեմ կարող ունենալ։ Ես ուզում եմ բաներ, որոնք կկործանեն այն ամենը, ինչ ես կառուցել եմ։ Իսկ ես։ Ես ով եմ այս հավասարման մեջ։ Պարզապես հերթական խնդիր, որը դու պետք է լուծես։ Խոսքերը դուրս եկան ավելի կոշտ, քան Անահիտը մտադրվել էր, բայց նա չզղջաց։ Հոգնել էր անտեսանելի լինելուց։ Հոգնել էր վախենալուց։ Գագիկը բացեց աչքերը, նայեց նրան այնպիսի լարվածությամբ, որ աշխարհը կանգ առավ։ Դու խնդիր չես, Անահիտ։ Դու առաջին բանն ես այսքան տարիների մեջ, որն ինձ ստիպում է զգալ, որ ես ողջ եմ։ Մինչ նա կկարողանար պատասխանել, Գագիկը մի քայլ հետ արեց։ Բայց դա ոչինչ չի փոխում։ Բարի գիշեր։ Եվ հեռացավ, թողնելով Անահիտին մենակ պատշգամբում, դողալով, սիրտը այնքան ուժգին բաբախելով, որ նա վստահ էր, ամբողջ աշխարհը կարող էր լսել։ Նա երկար մնաց այնտեղ, նայելով լճին, փորձելով հասկանալ, թե ինչ էր նոր տեղի ունեցել։ Նրա մի մասը ուզում էր վազել նրա հետից, պատասխաններ պահանջել, ավարտել այդ զրույցը։ Բայց մյուս մասը, ավելի խելամիտը, գիտեր, որ նա ճիշտ էր։ Սա վտանգավոր էր։ Սա կարող էր ամեն ինչ կործանել։ Բայց այդ դեպքում ինչու էր նա զգում, որ արժե ռիսկի դիմել։ Անահիտը վերադարձավ սենյակ, պառկեց մահճակալին, բայց քունը չէր տանում։ Նայում էր առաստաղին, վերապրելով յուրաքանչյուր խոսք, յուրաքանչյուր հայացք, այդ զրույցի յուրաքանչյուր վայրկյանը։ Գագիկը մտածում էր իր մասին։ Չէր կարողանում դադարել մտածել իր մասին։ Եվ հիմա նա գիտեր։ Հիմա նա ուներ իշխանություն։ Եվ իշխանությունը, ինչպես Անահիտը բացահայտում էր, վտանգավոր կախվածություն առաջացնող բան էր։ Կիրակի օրը բացվեց մռայլ, անձրով սպառնացող ամպերով։ Անահիտն արթնացավ կրծքում տարօրինակ զգացողությամբ, անհանգստության, վճռականության խառնուրդով։ Գիտեր, որ դա լինելու է առանձնատանը անցկացրած վերջին օրը, որ երբ վերադառնան Երան, ամեն ինչ այլ կերպ կլինի։ Կամ կվերադառնա այն ամենին, ինչ կար առաջ։ Նա վստահ չէր, թե որ տարբերակն էր իրեն ավելի շատ վախեցնում։ Հանգիստ հագնվեց, ընտրելով թեթ, սպիտակ բամբակե զգեստ, որը բերել էր առաջին օրվանից, բայց հագնելու համարձակություն չէր ունեցել։ Մազերը հավաքեց թույլ պոչի մեջ, շուրթերին աննկատ փայլ քսեց, իջավ նախաճաշի։ Տունն ավելի աշխույժ էր, քան նախորդ օրերին։
Բոլորը գիտեին, որ պետք է օգտվեն վերջին ժամերից, մինչ իրականություն վերադառնալը։ Պատշգամբում առած սեղաններ, մրգերով, հացով, տնական թխվածքներով, բնական հյութերով։ Անահիտը մի փոքր ամեն ինչից լցրեց, բայց հազիվ էր կարողանում ուտել։ Նրա աչքերը փնտրում էին Գագիկին, նույնիսկ առանց դա ցանկանալու։ Նա հայտնվեց րոպեներ անց, հագին պարզ սպիտակ վերնաշապիկ ջինսե տաբատ։ Հոգնած տեսք ուներ, կարծես նա էլ լավ չէր քնել։ Երբ նրանց հայացքները խաչվեցին, Անահիտը այնտեղ մի տարբեր բան տեսավ։ Դա այլս առաջին օրվա սառնությունը չէր, ոչ էլ նախորդ գիշերվա անզսպությունը։ Դա ավելի հանգիստ, բայց ոչ պակաս լարված բան էր։ Դա ճանաչում էր։ Անխուսափելիի ընդունում։ Գագիկն այս անգամ չփախցրեց իր հայացքը։ Պահեց 1, 2, 3 վայրկյան, հետո շեղեց իրեն սուրճ լցնելով խմբին միանալով մայրաքաղաք վերադարձի ճանապարհի խցանումների մասին զրույցում։ Նախաճաշից հետո որոշ գործընկերներ որոշեցին վերջին անգամ զբոսնել ափին։ Անահիտը միացավ նրանց, հանելով սանդալները զգալով թաց ավազը մատների արանքում։ Լիճը անհանգիստ էր, արտացոլելով երկնքի մոխրագույնը։ Նա լուռ քայլում էր, խմբից մի փոքր հեռու, լսելով հեռվում հնչող ծիծաղն ու զրույցները, բայց ընկղմված սեփական մտքերի մեջ։ Երբ հետ նայեց, տեսավ Գագիկին։ Նա նույնպես մենակ էր քայլում, ձեռքերը գրպաններում, մտածկոտ արտահայտությամբ։ Մի պահ նրանց աչքերը նորից հանդիպեցին, Անահիտը զգաց այդ ծանոթ սեղմոցը կրծքում։ Նա չմոտեցավ։ Անահիտը նույնպես։ Բայց նրանց միջ օդում ինչ-որ բան կար, անտեսանելի կապ, որը երկուսն էլ չէին կարողանում անտեսել։ Կեսօրին, վերադառնալով տուն, աշխատակիցները սկսեցին հավաքել ճամպրուկները պատրաստվել մեկնելուն։ Միկրոավտոբուսը պետք է մեկներ ժամը 4-ին։ Անահիտը դանդաղ հավաքեց իրերը, վայելելով մնացած յուրաքանչյուր րոպեն։ Երբ ավարտեց, վերջին անգամ դուրս եկավ պատշգամբ, ցանկանալով այդ տեսարանը դաջել հիշողության մեջ։ Հենց այդ ժամանակ հեռախոսին հաղորդագրություն ստացավ։ Անծանոթ համար։ Պետք է խոսեմ քեզ հետ։ Մենակ։ 5 րոպեից արի երկրորդ հարկի աշխատասենյակ։ Անահիտը գիտեր, թե ով էր։ Սիրտը սկսեց արագ բաբախել։ Շուրջը նայեց, համոզվելով, որ մենակ է, դողացող ոտքերով բարձրացավ աստիճաններով։ Գագիկի աշխատասենյակը գտնվում էր երկրորդ հարկում, լուռ միջանցքի վերջում։ Դուռը կիսաբաց էր։ Անահիտը դանդաղ հրեց այն ներս մտավ։ Սենյակը ընդարձակ էր, գրապահարաններով, ամուր փայտից սեղանով, լճի համայնապատկերային տեսարանով։ Գագիկը կանգնած էր, մեջքով դեպի նա, նայելով պատուհանից։ Փակիր դուռը։ Անահիտը հնազանդվեց, զգալով, թե ինչպես է բերանը չորանում։ Գագիկը շրջվեց դեպի նա։ Նրա մեջ ինչ-որ տարբեր բան կար։ Որոշում։ Հանձնվելու պատրաստակամություն։ Ես չգիտեմ, դու հասկանում ես, թե ինչ է կատարվում այստեղ, Անահիտ։ Բայց ես պետք է մի քանի բան պարզաբանեմ, մինչ վերադառնալը։ Անահիտը ձեռքերը խաչեց, փորձելով ավելի վստահ ելալ, քան իրականում զգում էր։ Ուրեմն պարզաբանիր։ Գագիկը մի քայլ արեց դեպի նա, կրճատելով նրանց միջ հեռավորությունը։ Ես այն մարդը չեմ, որն իրեն շեղումներ է թույլ տալիս։ Ես այս ընկերությունը կառուցել եմ զրոյից, որովհետև եղել եմ կարգապահ, կենտրոնացած, անողոք։ Երբեք թույլ չեմ տվել, որ որևէ բան խանգարի իմ աշխատանքին։ Երբեք։ Իսկ հիմա։ Հիմա դու հայտնվեցիր։ Եվ 3 ամսում դու իմ աշխարհը գլխիվայր շուռ տվեցիր, նույնիսկ չփորձելով։ Անահիտը զգաց, թե ինչպես են նրա խոսքերը թափանցում իր ներսի խորքը։ Ես ոչինչ չեմ արել։ Գիտեմ։ Եվ դա էլ ավելի վատ է։ Դու չէիր փորձում։ Դու պարզապես դու էիր։ Եվ դա բավական էր։ Ծանր լռություն տիրեց։ Գագիկը ձեռքն անցկացրեց մազերի միջով, հիասթափության ժեստով։ Երբ դու առաջին օրը դուրս եկար այդ լողավազանից կապույտ լողազգեստով, իմ մեջ ինչ-որ բան կոտրվեց։ Ես փորձեցի անտեսել։ Փորձեցի ինձ համոզել, որ դա պարզապես անցողիկ շեղում է։ Բայց հետո դու հայտնվեցիր այդ կարմիր լողազգեստով, ծիծաղելով Արմանի հետ, ես հասկացա, որ դա անցողիկ չէ։ Հասկացա, որ խանդում եմ։ Ես, 38 տարեկան տղամարդս, խանդում եմ իմ աշխատակցուհուն։ Անահիտը կրծքում համարձակության ալիք զգաց։
Եվ ինչ ես անելու դրա հետ։ Գագիկը նայեց նրան այնպիսի լարվածությամբ, որ նրանց միջ օդը սկսեց թրթռալ։ Ոչինչ։ Որովհետև ոչինչ չեմ կարող անել։ Դու աշխատում ես ինձ մոտ։ Ես պատասխանատու եմ քո կարիերայի, քո ապրուստի համար։ Մեր միջ տեղի ունեցող ցանկացած բան կդիտվի որպես իշխանության չարաշահում։ Դա սխալ կլինի բոլոր առումներով։ Նույնիսկ եթե ես ուզենամ։ Խոսքերը դուրս եկան, մինչ Անահիտը կհասցներ մտածել։ Գագիկը փակեց աչքերը, կարծես ցավ էր զգում։ Հատկապես եթե դու ուզենաս։ Որովհետև այդ դեպքում ես կլինեմ այն հրեշը, որն օգտվել է երիտասարդ, խոցելի աշխատակցուհուց։ Ես խոցելի չեմ։ Եվ երեխա չեմ։ Ես դա գիտեմ։ Բայց աշխարհը այդպես չի տեսնի։ Աշխարհը կասի, որ ես քեզ մանիպուլյացիայի եմ ենթարկել, որ օգտագործել եմ իմ դիրքը քեզ գայթակղելու համար։ Եվ քո հեղինակությունը կկործանվի, նույնիսկ մինչ դու այն կկառուցես։ Անահիտը մի քայլ արեց դեպի նա, էլ ավելի կրճատելով հեռավորությունը։ Իսկ եթե ինձ չի հետաքրքրում, թե ինչ կմտածի աշխարհը։ Քեզ պետք է հետաքրքրի։ Բայց չի հետաքրքրում։ Նրանք կանգնած էին այնտեղ, միմյանցից մի քանի սանտիմետր հեռավորության վրա, հայացքները կապված, նրանց միջ լարվածությունն այնքան ուժեղ էր, որ Անահիտը կարող էր զգալ դա մաշկով։ Ես ուզում եմ քեզ հիմա համբուրել, մրմնջաց Գագիկը խռպոտ ձայնով։ Ուզում եմ քեզ համբուրել ավելի շատ, քան կյանքում երբևէ բան եմ ցանկացել։ Ուրեմն համբուրիր։ Գագիկը փակեց աչքերը, խորը շունչ քաշելով։ Երբ նորից բացեց դրանք, այնտեղ մի տխրություն կար, որը կոտրեց Անահիտի սիրտը։ Չեմ կարող։ Եթե ես քեզ հիմա համբուրեմ, չեմ կարողանա կանգ առնել։ Եվ դա կկործանի մեզ երկուսիս էլ։ Այդ դեպքում, ինչ ենք անում։ Գագիկը մի քայլ հետ նահանջեց, ֆիզիկական հեռավորություն ստեղծելով նրանց միջ։ Ես արդեն որոշում եմ կայացրել։ Երբ վերադառնանք, ես քեզ պաշտոնի բարձրացում կտամ։ Դու դրան արժանի ես։ Քո աշխատանքն անթերի է։ Ես արդեն սկսել էի գործընթացը շաբաթներ առաջ, այս ուղղությունից առաջ։ Ամեն ինչ փաստաթղթավորված է, բոլոր հիմնավորումները գրված են, բոլոր ամսաթվերը ապացուցում են, որ սա ոչ մի կապ չունի այստեղ տեղի ունեցածի հետ։ Անահիտը հպարտության շփոթության խառնուրդ զգաց։ Ինչո՞վ։ Որովհետև դու դուրս կգաս իմ անմիջական ենթակայությունից։ Կենթարկվես մեկ այլ տնօրենի։ Եվ այդ ժամանակ, Անահիտ, այդ ժամանակ դու այլս իմ ենթական չես լինի։ Այդ ժամանակ մեր միջ այլս այս պատնեշը չի լինի։ Եվ կարծում ես, դա լուծում է խնդիրը։ Ոչ։ Բայց դա սկիզբ է։ Դա միակ ճանապարհն է, սա ճիշտ անելու համար։ Անահիտը զգաց, թե ինչպես են արցունքները խեղդում կոկորդը, բայց թույլ չտվեց, որ դրանք թափվեն։ Իսկ եթե ես չուզենամ սպասել։ Գագիկը նայեց նրան մի քնքշությամբ, որը նա երբեք առաջ չէր տեսել։ Այդ դեպքում դու պետք է ընտրես քո կարիերայի սրա միջ։ Որովհետև եթե դու հիմա սա ընտրես, կասեն, որ դու պաշտոնի բարձրացումը ստացել ես միայն իմ շնորհիվ։ Կկործանեն այն ամենը, ինչ դու նվաճել ես քո սեփական արժանինքներով։ Նրա խոսքերը հարված էին ստամոքսին, որովհետև Անահիտը գիտեր, որ դրանք ճշմարիտ են։ Որքան էլ նա ուզենար նետվել այդ պահի մեջ։ Այստեղ եմ, Լոն։ Հենց այստեղ, քո դիմաց, ուզում եմ ներս մտնել։ Ուզում եմ մնալ։ Ուզում եմ ճանաչել քո բոլոր այն կողմերը, որոնք դու թաքցնում ես։ Այնպես որ, խնդրում եմ, թույլ տուր ներս մտնեմ։ Թույլ տուր քեզ իսկապես տեսնեմ։ Լոնը փակեց աչքերը, ձեռքերը բռունցք արեց։ Դու չգիտես, թե ինչ ես խնդրում։ Ես հստակ գիտեմ, թե ինչ եմ խնդրում։ Ես մի շանս եմ խնդրում։ Խնդրում եմ, որ անկեղծ լինես ինձ հետ։ Խնդրում եմ, որ դադարես ձացնել, թե ոչինչ չես զգում։ Երբ Լոնը նորից բացեց աչքերը, դրանցում մի ուրիշ բան կար։ Մի բան հում, բացահայտված, վախեցնող։ Նա մի քայլ արեց դեպի նա, կրճատելով նրանց միջ հեռավորությունը։ Դու անկեղծություն ես ուզում, ասաց նա ցածր ու լարված ձայնով։ Ահա քեզ անկեղծություն, Մարինե։ Դու ինձ խելագարեցնում ես։ Այն պահից, երբ մտար այս տուն։ Յուրաքանչյուր երգ, որը դու երգում ես, յուրաքանչյուր ժպիտ, որը դու տալիս ես, յուրաքանչյուր արցունք, որը դու թափում ես, քո մեջ ամեն ինչ ինձ կլանում է մի ձով, որի հետ ես չգիտեմ ինչպես վարվել։
Եվ երբ ես տեսնում եմ եղբորս քեզ մոտ, երբ տեսնում եմ, թե ինչպես է նա քեզ ծիծաղեցնում այնպես, ինչպես ես չեմ կարողանում, ես ուզում եմ ջարդել ամեն ինչ իմ շուրջը։ Սա է այն, ինչ ես զգում եմ։ Սա է իմ անկեղծությունը։ Մարինեն չէր կարողանում շնչել։ Օդը լրիվ անհետացել էր նրա թոքերից։ Լոնն այնքան մոտ էր հիմա, որ նա կարողանում էր զգալ նրա մարմնից եկող ջերմությունը։ Ուրեմն ինչու ես ինձ վերաբերվում այնպես, կարծես գոյություն չունեմ, շշնջաց նա։ Որովհետև դա միակ ձն է, որով ես գիտեմ, թե ինչպես պահպանել վերահսկողությունը։ Որովհետև եթե ես ինձ թույլ տամ մոտենալ քեզ, ես գիտեմ, որ լրիվ կկորցնեմ ինձ։ Իսկ ես չեմ կարող ինձ կորցնել, Մարինե։ Ես պարտականություններ ունեմ, ընկերություն, եղբայր, հեղինակություն։ Բայց դու արդեն կորցրել ես քեզ, ասաց Մարինեն, ձեռքը բարձրացնելով առաջին անգամ դիպչելով նրա դեմքին։ Հպումը էլեկտրական էր։ Դու արդեն կորցրել ես քեզ այն պահին, երբ որոշեցիր, որ ես բավականաչափ կարևոր եմ, որպեսզի քեզ զայրացնեմ, խանդ առաջացնեմ, վախեցնեմ։ Այնպես որ դադարիր դրա դեմ պայքարել։ Լոնը բռնեց նրա ձեռքն իր դեմքին, փակելով աչքերը զգացողությունից։ Երկար մի պահ Մարինեն մտածեց, որ նա կհեռանա, որ կփակի դուռը նրա դեմքին կվերադառնա իր սառցե ամրոցը։ Բայց հետո նա արեց մի բան բոլորովին անսպասելի։ Քաշեց նրան սենյակ, փակեց դուռը, համբուրեց նրան շաբաթների ժխտման ու ճնշված ցանկության ողջ ուժգնությամբ։ Դա Մարինեի կյանքի առաջին համբույրն էր։ Եվ դա հենց այնպիսին էր, ինչպիսին նա միշտ պատկերացրել էր, որ պետք է լինի առաջին համբույրը։ Հուսահատ, խորը, փոխակերպող։ Երբ Մարինեն հաջորդ առավոտյան արթնացավ, մի քանի վայրկյան պահանջվեց հասկանալու համար, թե որտեղ է։ Սենյակը հսկայական էր, մահճակալը չափազանց փափուկ, մի ծանր թկար իր գոտկատեղի շուրջ։ Դանդաղ շրջեց գլուխը, տեսավ Լոնին, որը քնած էր իր կողքին, դեմքը թուլացած մի ձով, որը նա երբեք չէր տեսել։ Առանց վերահսկողության դիմակի, առանց կոշտության, նա ավելի երիտասարդ էր թվում։ Ավելի մարդկային։ Նախորդ գիշերվա համբույրը ուժգին վերադարձավ նրա մտքին։ Ոչ, դա միայն համբույր չէր։ Շատ էին։ Համբույրներ, որոնք վերածվել էին խավարում շշնջացված խոստովանությունների։ Լոնը պատմել էր ծնողների վթարի գիշերվա մասին, թե ինչպես էր ստացել զանգը հիվանդանոցից, թե ինչպես էր հասել այնտեղ, պարզել, որ արդեն ուշ է։ Պատմել էր մի ընկերություն ստանձնելու բեռի մասին, որը նրան չէր հետաքրքրում, թե ինչպես էր ստիպված եղել ուժեղ լինել եղբոր համար, երբ ինքն էր կոտրված։ Իսկ Մարինեն պատմել էր իր բացակահոր դպրոցների մշտական փոփոխությունների, այն օրերի մասին, երբ արթնանում էր չկարողանալով անկողնուց վեր կենալ, այն դեղերի մասին, որոնք խմում էր տրամադրությունը կայունացնելու համար, ոչ ոքի համար բավարար չլինելու մշտական զգացողության մասին։ Նրանք արթուն էին մնացել մինչ լուսաբաց, պարզապես խոսելով, ճանաչելով միմյանց, քանդելով պատերը։ Եվ ինչ-որ պահի, հոգնած, քնել էին գրկախառնված։ Մարինեն փորձեց վեր կենալ, առանց նրան արթնացնելու, բայց Լոնիթը նրան հետ քաշեց։ Մի գնա, մրմնջաց նա, աչքերը դեռ փակ։ Ես պետք է աշխատեմ։ Ձեր աշխատողը պետք է իր գործն անի։ Լոնը բացեց աչքերը, նայեց նրան մի լարվածությամբ, որը ստիպեց նրա սիրտը արագ բաբախել։ Դու միայն իմ աշխատողը չես։ Ոչ անցած գիշերվանից հետո։ Ուրեմն ես ով եմ։ Լոնը կարծես պայքարում էր բառերի հետ։ Ձեռքը տարավ մազերի միջով, նստելով մահճակալին։ Մարինեն կարող էր տեսնել նրա մեջ տեղի ունեցող ներքին պատերազմը։ Պայքարը նրա մեջ, թե ինչ է զգում, ինչ է կարծում, որ պետք է զգա։ Չգիտեմ, վերջապես խոստովանեց նա։ Չգիտեմ, սա ինչ է։ Միայն գիտեմ, որ երբ դու մոտ չես, ես քեզ կարոտում եմ։ Եվ դա ինձ սարսափեցնում է։ Մարինեն դիպավ նրա դեմքին, ստիպելով նրան նայել իր աչքերին։ Պարտադիր չէ հիմա բոլոր պատասխաններն ունենալ, Լոն։ Պարզապես ինձնից մի փախիր։ Խոստացիր, որ չես փախչի։ Լոնը բռնեց նրա ձեռքն իր դեմքին, մի պահ Մարինեն մտածեց, որ նա կխոստանա։ Բայց հետո նրա արտահայտությունը փոխվեց։ Հեռավոր դարձավ։ Դիմակը սկսեց վերադառնալ։ Դու պետք է գնաս, ասաց նա, բաց թողնելով նրա ձեռքը։ Նախքան ինչ-որ մեկը կտեսնի։ Եվ դա այնպես էր, կարծես ինչ-որ մեկը սառը ջուր լցրեց նրա վրա։ Մարինեն զգաց, թե ինչպես կուրծքը սեղմվեց։ Լոն, այդպես մի արա։
Ինչ չանեմ։ Մի փակվիր։ Ոչ հիմա։ Ոչ այն ամենից հետո, ինչ մենք խոսեցինք։ Լոնը վեր կացավ մահճակալից, մեջքով շրջվելով դեպի նա։ Ես պետք է մտածեմ, Մարինե։ Այս ամենը շատ արագ է, շատ լարված։ Ինձ ժամանակ է պետք։ Մարինեն զգաց, թե ինչպես արցունքներն այրեցին, բայց թույլ չտվեց, որ դրանք թափվեն։ Վեր կացավ, ուղղեց խալաթը, քայլեց դեպի դուռը։ Դուրս գալուց առաջ վերջին անգամ շրջվեց դեպի նա։ Գիտես, որն է քո խնդիրը, Լոն։ Դու այնքան ես վախենում մարդկանց կորցնելուց, որ թույլ չես տալիս քեզ իսկապես ունենալ նրանց։ Եվ վերջում մինույն է մենակ ես մնում։ Բայց ընտրությամբ։ Ոչ թե ճակատագրով։ Նա դուրս եկավ սենյակից, փակեց դուռը, Լոնին մենակ թողնելով իր իսկ բառերի արձագանքի հետ։ Հաջորդ օրերը տանջանք էին։ Լոնը նորից սկսել էր նրան վերաբերվել այնպես, կարծես անտեսանելի լիներ։ Ավելի վատ, վերաբերվում էր այնպես, կարծես այդ գիշերը երբեք տեղի չէր ունեցել։ Մարինեն զգում էր, թե ինչպես է ցավն աճում իր կրծքում ամեն օր։ Լաց էր լինում լոգարանում, լաց էր լինում սենյակում, լաց էր լինում հագուստ ծալելիս։ Նրա տրամադրությունը բուռն տատանվում էր զայրույթի խորը տխրության մեջ։ Գագիկը ամեն ինչ նկատում էր։ Տեսնում էր նրա կարմրած աչքերը, տեսնում էր եղբոր ծնոտի լարվածությունը։ Տեսնում էր, թե ինչպես են երկուսը խուսափում նույն սենյակում լինելուց։ Եվ նա գիտեր։ Գիտեր, որ նրանց մեջ ինչ-որ բան է տեղի ունեցել։ Եվ որ Լոնը, ինչպես միշտ, փախել է։ Մի 5 շաբթի օր Գագիկը որոշեց գործել։ Գտավ Մարինեին այգում, նստած շատրվանի մոտի նստարանին, նայելով դատարկությանը։ Արի ինձ հետ պաղպաղակ ուտենք, ասաց նա, նստելով նրա կողքին։ Մարինեն զարմացած նայեց նրան։ Ինչ։ Պաղպաղակ։ Այն սառը, քաղցր բանը, որ մարդիկ ուտում են, երբ ուրախ են կամ տխուր։ Արի ինձ հետ։ Դու պետք է դուրս գաս այս առանձնատնից։ Գագիկ, չգիտեմ, դա լավ միտք է։ Լսիր, ես գիտեմ, որ քո Լոնի մեջ ինչ-որ բան է եղել։ Եվ գիտեմ, որ նա ինչ-որ հիմարություն է արել, որովհետև դա այն է, ինչ նա անում է։ Բայց դու չես կարող այստեղ փակվել, սպասելով, որ նա խելքի գա։ Դու արժանի ես երջանիկ լինելու, Մարինե։ Նույնիսկ եթե դա ընդամենը մի կեսօր լինի, պաղպաղակ ուտելիս։ Մարինեն մի պահ մտածեց։ Գագիկը ճիշտ էր։ Նա չէր կարող այնտեղ մնալ, ինքն իրեն տանջելով։ Եվ գուցե, միայն գուցե, մի փոքր դուրս գալը լավ աներ։ Լավ, համաձայնեց նա։ Գնանք պաղպաղակ ուտենք։ Գագիկի ժպիտն անկեղծ ու ջերմ էր։ Հրաշալի է։ 7-ին քեզ վերցնեմ։ Ես պատրաստ կլինեմ։ Այն, ինչ նրանք չգիտեին, այն էր, որ Լոնը լսել էր ողջ խոսակցությունը գրասենյակի պատուհանից։ Եվ նրա մեջ ինչ-որ բան պայթեց։ Ոչ։ Թույլ չէր տալու։ Թույլ չէր տալու, որ նա դուրս գա Գագիկի հետ։ Չէր կորցնելու նրան սեփական եղբորը։ Երեկոյան 6:30-ին Լոնը ուժգին թակեց Գագիկի սենյակի դուռը։ Եղբայրը ժպիտով բացեց, արդեն պատրաստվելով դուրս գալ։ Պետք է, որ այսօր տանը մնաս, ասաց Լոնը առանց նախաբանի։ Ինչո՞վ։ Որովհետև պետք է քեզ հետ խոսեմ ընկերության որոշ հարցերի մասին։ Գագիկը խաչեց ձեռքերը։ Ախպեր, մենք կարող ենք ցանկացած ժամանակ խոսել։ Ես հիմա հանդիպում ունեմ։ Հետաձգիր։ Չեմ հետաձգելու։ Լոնը մի քայլ արեց սենյակ, ձայնը ցածր ու վտանգավոր։ Ես խնդրում եմ որպես եղբայր։ Այսօր տանը մնա։ Իսկ ես ասում եմ որպես եղբայր, որ դու ծիծաղելի ես, պատասխանեց Գագիկը։ Սա Մարինեի պատճառով է, այնպես չէ։ Դու խանդում ես, որ ես նրա հետ դուրս եմ գալիս։ Դա խանդ չէ։ Դա պաշտպանություն է։ Պաշտպանություն ինչից։ Ինձնից։ Ես քո եղբայրն եմ, Լոն։ Ես այստեղ չարագործը չեմ։ Դու չես հասկանում, գրեթե գոռաց Լոնը։ Դու չես հասկանում, թե ինչն է խաղասեղանին։ Ուրեմն բացատրիր, գոռաց Գագիկը պատասխան։ Բացատրիր, թե ինչու ես այդքան հուսահատ։ Բացատրիր, թե իրականում ինչ է կատարվում քո նրա մեջ։ Լոնը լռեց, շնչառությունը ծանր, բռունցքները սեղմված։
Եվ հետո մի շարժումով, որը ցնցեց երկուսին էլ, նա հրեց Գագիկին սենյակ դրսից փակեց դուռը բանալիով։ Լոն, ինչ գրողի տարած, Գագիկը բռունցքով հարվածեց դռանը։ Բաց արա այս դուռը։ Բաց արա այս դուռը հիմա։ Բայց Լոնն արդեն իջնում էր աստիճաններով, բանալին գրպանում, սիրտը անկանոն բաբախում էր։ Նա գիտեր, որ այն, ինչ արել էր, լրիվ անտրամաբանական էր։ Գիտեր, որ Գագիկը կատի իրեն դրա համար։ Բայց չէր կարողանում սթափ մտածել։ Կարողանում էր մտածել միայն Մարինեի մասին, որը դուրս է գալիս իր եղբոր հետ, ծիծաղում նրա հետ, գուցե համբուրում նրան։ Մարինեն սպասում էր հյուրասենյակում, հագին պարզ, բաց կապույտ զգեստ, որը գնել էր առաջին աշխատավարձով։ Թեթակի շպարվել էր արձակել մազերը։ Ամեն րոպե նայում էր ժամացույցին։ 7 7:05 7:10 7:10 նա բարձրացավ Գագիկի սենյակ թակեց դուռը։ Գագիկ, այնտեղ ես։ Մարինե, փառք Աստծո, նրա ձայնը խուլ լսվեց մյուս կողմից։ Քո խելագար եղբայրն ինձ այստեղ փակել է։ Բանալին վերցրու նրանից։ Գրպանումը կամ գրասենյակում պետք է լինի։ Մարինեն զգաց, թե ինչպես զայրույթը եռաց։ Փոթորկի պես իջավ աստիճաններով ներխուժեց Լոնի գրասենյակ, առանց թակելու։ Որտեղ է բանալին, պահանջեց նա։ Լոնը նայեց նրան աթոռից, արտահայտությունն անթափանց։ Ինչ բանալի։ Քո եղբոր սենյակի բանալին։ Դու նրան փակել ես։ Որտեղ է բանալին։ Նա այսօր դուրս չի գալու։ Մարինեն մոտեցավ սեղանին, երկու ձեռքերը դնելով դրա վրա։ Դու քեզ ո՞ն տեղն ես դրել։ Դու իրավունք չունես ինձ վերահսկելու։ Իրավունք չունես քո եղբորը վերահսկելու։ Իրավունք չունես որոշելու, թե ես ում հետ դուրս կգամ կամ չեմ գա։ Ես բոլոր իրավունքներն ունեմ, Լոնը վեր կացավ, թեքվելով սեղանի վրայով, մինչ նրանց դեմքերը սանտիմետրեր հեռու մնացին։ Ես ձեռքերս ծալած չեմ նստելու, մինչ դու դուրս ես գալիս եղբորս հետ, կարծես մեր միջ ոչինչ տեղի չի ունեցել։ Բայց ոչինչ տեղի չի ունեցել, Լոն։ Դու շատ պարզ հասկացրիր, որ ոչինչ տեղի չի ունեցել։ Դու փախար։ Դու թաքնվեցիր։ Դու ծածրիր, թե այդ գիշերը գոյություն չի ունեցել։ Որովհետ ես վախենում էի, մռնչաց նա։ Որովհետ երբեք ոչ ոքի նկատմամբ սա չեմ զգացել, չգիտեմ ինչ անել։ Որովհետ քեզ կորցնելու գաղափարն ինձ լրիվ կատվածահար է անում։ Ուրեմն ինչու չես պայքարում ինձ համար, գոռաց Մարինեն պատասխան, արցունքները վերջապես թափվելով։ Ինչու ինձ չես ընտրում։ Ինչու չես դադարում այդքան վախենալ պարզապես ինձ ընտրում։ Հաջորդած լռությունը լի էր էլեկտրական լարվածությամբ։ Լոնը դանդաղ շրջանցեց սեղանը, Մարինեն մի քայլ հետ արեց, բայց նա շարունակեց մոտենալ, մինչ Մարինեն հենվեց պատին, առանց փախչելու տեղի։ Դու ուզում ես, որ ես քեզ ընտրեմ, ասաց նա խռպոտ ձայնով։ Դու ուզում ես իմանալ, թե ես իրականում ինչ եմ ուզում։ Այո։ Ես քեզ եմ ուզում, Մարինե։ Ես քեզ ամբողջությամբ եմ ուզում։ Քո յուրաքանչյուր քաոսային, լարված, անհնարին մասը։ Ես ուզում եմ արթնանալ քեզ հետ իմ կողքին։ Ուզում եմ լսել, թե ինչպես ես երգում տան մեջ։ Ուզում եմ քեզ գրկել վատ օրերին։ Ուզում եմ լինել այն մարդը, ում դու փնտրում ես, երբ մեկի կարիք ունես։ Ես քեզ ուզում եմ մի ձով, որը ինձ մինչ ոսկորներս վախեցնում է։ Եվ հետո նա համբուրեց նրան։ Դա առաջին համբույրի պես չէր, հուսահատ ու բացահայտող։ Սա ուրիշ էր։ Սա պահանջ էր։ Սա նրա անխոս ասելն էր, որ նա իրենն է, իսկ ինքը նրանը, ուրիշ ոչինչ կարոր չէ։ Երբ վերջապես բաժանվեցին, երկուսն էլ շնչակտուր էին։ Դու ինձ խելագարեցնում ես, շնջաց Մարինեն։ Բարի գալուստ ակումբ։ Բայց դու դեռ պետք է ազատես եղբոր։ Լոնը ձեռքը տարավ մազերի միջով, գիտակցելով իր արածի խելագարությունը։ Գրպանից հանեց բանալին տվեց նրան։ Ասա նրան, որ շատ եմ ցավում։ Դու դա պետք է անձամբ ասես, վերցրեց բանալին Մարինեն։ Նա քո եղբայրն է, Լոն։ Նա քեզ սիրում է։ Նույնիսկ երբ դու հիմար ես։ Գիտեմ։ Մարինեն սկսեց դուրս գալ գրասենյակից, բայց Լոնը բռնեց նրա դաստակից։ Հետաձգիր պաղպաղակը։ Նա երկար նայեց Լոնին։ Խնդրում եմ։ Դա առաջին անգամն էր, որ նա լսում էր նրան խնդրում եմ ասելիս։
Առաջին անգամն էր, որ նրա աչքերում լիակատար խոցելիություն էր տեսնում։ Լավ, համաձայնեց նա։ Կհետաձգեմ։ Երբ Մարինեն ազատեց Գագիկին, նա տեսանելիորեն զայրացած էր։ Միջանցքում անցավ Լոնի կողքով, առանց նայելու, գնաց ուղիղ սենյակ, ուժգին շրխկացնելով դուռը։ Մարինեն բարձրացավ նրա հետից մեղմ թակեց։ Գագիկ, կարող եմ մտնել։ Դուռը բացվեց։ Գագիկը հիասթափության վիրավորանքի արտահայտություն ուներ։ Կներես, Մարինե։ Եղբայրս լրիվ հիմար է։ Գիտեմ։ Բայց նա փորձում է։ Ինչ է փորձում։ Ինձ փակված պահել, որ քեզ միայն իրեն պահի։ Մարինեն հոգոց հանեց։ Դա ավելի բարդ է։ Ես գիտեմ, որ ձեր միջ ինչ-որ բան կա, Մարինե։ Կույր չեմ։ Եվ դա նորմալ է։ Իսկապես։ Բայց նա չի կարող պարզապես ինձ փակել ամեն անգամ, երբ խանդում է։ Դա նորմալ չէ։ Դա առողջ չէ։ Դու ճիշտ ես։ Եվ նա դա գիտի։ Գագիկ, նա կյանքում շատ բան է կորցրել։ Վախենում է ավելին կորցնելուց։ Բայց դա չի արդարացնում նրա արածը։ Անհավանական։ Դու ես։ Միասին։ Իսկ հիմա։ Գագիկը գրպանից մի փոքրիկ տուփ հանեց։ Անահիտը լայն բացեց աչքերը։ Հանգիստ, դա այն չէ, ինչ դու մտածում ես։ Դեռ ոչ։ Նա բացեց տուփը, բացահայտելով մի բանալի։ Սա Դիլիջանի քոթեջի բանալին է։ Մեր տան։ Որտեղ ամեն ինչ սկսվեց։ Ուզում եմ, որ այն քեզ մոտ լինի։ Ուզում եմ, որ իմանաս, որ միշտ կունենաս մի տեղ, ուր մենք կարող ենք փախչել, երբ աշխարհը չափազանց ծանր դառնա։ Անահիտը վերցրեց բանալին, զգալով խորհրդանիշի ծանրությունը։ Ես սիրում եմ քեզ, Գագիկ։ Առաջին անգամն էր, որ դա բարձրաձայն ասում էր։ Գագիկը նրան ավելի մոտ քաշեց, քնքշորեն համբուրելով։ Ես էլ եմ քեզ սիրում։ Այն պահից, երբ դու դուրս եկար այդ լողավազանից, իմ աշխարհը գլխիվայր շուռ տվեցիր։ Նրանք ծիծաղեցին, Անահիտը մտածեց, թե ինչպես է այսքան ժամանակ ապրել առանց դրա։ Առանց նրա։ Առանց վերջապես տանը լինելու այս զգացողության, ոչ թե մի վայրում, այլ մի մարդու մեջ։ Անահիտի Գագիկի պատմությունը հեքիաթային ավարտ չունեցավ։ Նրանք դեռ դիմակայեցին մարտահրավերների։ Դեռ ստիպված էին գործ ունենալ դատապարտումների, զոհաբերությունների, մի աշխարհում սերն ընտրելու ծանրության հետ, որը հաճախ պատժում է նրանց, ովքեր համարձակվում են երջանիկ լինել։ Բայց նրանք ընտրեցին պայքարել։ Ընտրեցին միմյանց։ Եվ վերջում բացահայտեցին, որ իսկական սերն այն չէ, որը հեշտությամբ է գալիս, այլ այն, որի համար դու պատրաստ ես պայքարել, նույնիսկ երբ ամեն ինչ անհնարին է թվում։ Պատմության ավարտը։ Սիրելի ունկնդիրներ, հուսով ենք, որ Անահիտի Գագիկի պատմությունը հուզեց ձեր սրտերը։ Եթե հուզվեցիք, դրեք ձեր հավանումը, բաժանորդագրվեք ալիքին մեկնաբանություններում պատմեք, թե ինչն է ձեզ ամենաշատը տպավորել։ Ամեն օր մենք ներկայացնում ենք այսպիսի բուռն պատմություններ, որոնք բացահայտում են մարդկային հոգու ամենախորը կողմերը։ Սպասում ենք ձեզ հաջորդ